Լավ, եկեք սուզվենք այս տեխնիկական զեկույցի մեջ։ Խոսքը Սյունիքի համար կենսական մի նախագծի մասին է։ Պատասխանը մի շարք հնացած պոմպակայաններն են, որոնք փաստորեն ամբողջ գյուղատնտեսության հիմքն են։ Այս կայանները ջրում են 3 համայնքների այգիները՝ Նուռ, Արքայանարինջ, Թուզ ու նույնիսկ Ձիթապտուղ։ Ընդհանուր առմամբ 390 հեկտար արժեքավոր հողատարածք կախված է հենց այս ենթակառուցվածքից։ Բայց տասնամյակներ անց համակարգն արդեն կարելի է ասել կրիտիկական վիճակում է։ Ուրեմն ով է զբաղվում այս հարցով։ Պատվիրատուն Հայաստան համահայկական հիմնադրամն է։ Իսկ այս կարևոր ուսումնասիրությունը կատարել է ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտը։ 2025-ի նոյեմբերին ինժեներների մի խումբ այցելել է տեղանք իրավիճակը գնահատելու համար։ Եկեք նայենք կոնկրետ մի դեպքի Նռնաձոր 1 կայանին, որ տեսնենք իրական պատկերը։ Շենքն ինքնին շատ վատ վիճակում է, տանիքը կաթում է, պատերը խոնավությունից վնասված։ Հիմնական սարքավորումները, պոմպերը, դեռ խորհրդային են ու զեկույցում նկարագրվում են որպես խիստ մաշված։ Շատ կարևոր է։ Էլեկտրական համակարգերը հնացած են ու չունեն անվտանգության ավտոմատացում։ Հիմա ամենահետաքրքիրն այն է, որ սա միայն մեկ կայանի խնդիրը չէր։ Զեկույցը բոլոր կայաններում ընդհանուր խնդիրներ է գտել՝ մաշված պոմպերից մինչև խափանված էլեկտրահամակարգեր։ Բայց ուսումնասիրությունը ոչ միայն խնդիրներն է ցույց տվել, այլև վերակառուցման մանրամասն պլան է առաջարկել։ Լուծումը 3 հիմնական քայլ ունի՝ նորոգել շենքերը, փոխարինել հին սարքավորումները եւ իհարկե տեղադրել ժամանակակից էլեկտրական համակարգեր անվտանգ ու հուսալի աշխատանքի համար։ Պլանն աներևակայելի մանրամասն է, նույնիսկ նշված է յուրաքանչյուր սարքավորման տեսակն ու քանակը։ Շատ կարևոր առաջարկ կա յուրաքանչյուր կայանում պահեստային պոմպեր ավելացնել հետագա խափանումներից խուսափելու համար։ Սա մեզ բերում է վերջին հարցին, արդյոք այս նախագիծը կապահովի Սյունիքի գյուղատնտեսության ապագան։